Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Միակողմանի գործարք Ալիևի հետ հայկական որ ընկերություններն են Բաքվից բենզին գնել, փաստացի ֆինանսավորելով նրանց բանակը։ Ուզում ա ձրի բաժանեն ադրբեջանական բենզինը չեմ լցնելու Run Oil եւ Gulf բենզալցակայաններից։ Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը հունվարին կհայտարարի քաղաքական ուժ ձևավորելու մասին, ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Առաջնորդը կլինի ընդունելի եւ ընկալելի մեր հանրության համար։ Ինչպես է օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն արդարացնում Մայր տաճարի շիրմաքարի վրա բարձրացած իր տեղակալ ազգականի արարքը։ Իմ եղբայրը փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի։ Ինչու Փաշինյանը հրահանգեց փակել այն գործարարի խանութը, ով մասնակցել էր իր կնոջ Աննա Հակոբյանի կրթվել է նորաձև է շարժմանը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Հայաստանում մի քանի օր է Ադրբեջանից ներմուծված բենզին է վաճառվում պրեմիում որակի 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան էր մտել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով նախորդ շաբաթ դեկտեմբերի 19-ին։ Facebook-ում հրապարակելով այս կադրերը Հայաստանի վարչապետը գրել էր, թե խաղաղությունն այլևս իրողություն է։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ Փաշինյանի քարոզչությանը միացել էր նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Թերևս սա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ Այս գրառման ներքո նախարարին իշխող ուժից աջակցել էր պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Շատ լավ է։ Հուսանք շուտով հակառակ ուղղությամբ էլ բեռների շարժ կունենանք։ Իշխանությունների այս լավատեսությունը սակայն չէին կիսում քաղաքացիները, նախարարի գրառման ներքո կոշտ արձագանքներ կային։ 1300 տոննան գիտեք չէ, որևէ պարագայում հավասար չէ 5000 զոհի, ավելին 1 զոհի չի հավասարվելու ցանկացած միլիգրամ բենզին։ Կարդում ես տղամարդկանց ուրախությունը բենզինի գնի հետ կապված ապշում ես։ Դրա համար էլ այսքան ղզիկ ունեցող ազգի ղեկավարները սրանք են Թուրքիա առաջ կզողները։ Գերիներին հետ բերեք, այ դա կլինի խաղաղության սկիզբ։ Որպես առևտրատնտեսական գործարք, իրենք ինչ են գնել Հայաստանից։ Ոչինչ, այս առևտրատնտեսական գործարքը դեռ փոխադարձ չի կայացել։ Ադրբեջանը Հայաստանից դեռ ոչինչ չի գնել, բայց Փաշինյանը հույս է փայփայում, որ դա էլ կլինի։ Գիտեք, պաշտոնական քննարկում այդ թեմայով պետքա չլինի, որովհետև քաղաքական արգելքի բացակայությունը արդեն բիզնեսները պետքա իրար հետ պայմանավորվեն եւ եթե պարզվի, որ կառավարությունը պետքա ինչ-որ բան անի այդ պայմանավորվածությունները հնարավոր դարձնելու համար, մենք դա կանենք։ Ադրբեջանից Հայաստան բենզին են ներմուծել հայկական երկու ընկերություն։ Առաջինը Megatrade սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, իսկ երկրորդը Shisha World-ը։ Ըստ մամուլի հրապարակումների Megatrade ընկերությունը պատկանում է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ադրբեջանից բենզին ներմուծած մյուս ընկերությունը Shisha World-ը պատկանում է Սամվել Մկրտչյանին։ Նա նախկին падգամավոր գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ադրբեջանից Հայաստան ներմուծված պրեմիում բարձր որակի բենզինը վաճառվում է ավելի էժան, քան ռեգուլյարը, որը ցածր կարգի վառելիք է, բայց հայաստանյան բենզալցակայաններում օրինակ ռեգուլյարի գինը 500 դրամի սահմանում է, իսկ այլ երկրներից ներմուծված այդ նույն պրեմիում որակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ Բայց ուշադրություն, Ադրբեջանից ներմուծված պրեմիում կարգի բենզինի 1 լիտրը վաճառվում է 430 դրամով։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանից բարձր կարգի ներմուծված բենզինն էժան վաճառվում։ Տրամաբանականը, որ սա պետք է լիներ էժան, սա փորձնական խմբականակ է, սա երկաթուղին գումար չի կանձել, լոգիստիկ ծախսերը չեն ավելացել։ Վրացական կողմը իբրև բարի կամքի դրսևորում որոշել էր մեկ անգամ ադրբեջանական վառելիքի համար տարանցման գումար չգանձել։ Թե ինչ գին կսահմանեն Վրաստանից հաջորդ բեռնափոխադրումների համար դեռ պարզ չէ։ Վրաստանն իհարկե երկաթուղու տարանցման համար գումար կսահմանի, ինչը կազդի Ադրբեջանից գնված բենզինի գնի բարձրացման վրա։
Իդեպ, մինչ կառավարող ուժի անդամները ադրբեջանական բենզինի Հայաստան ներմուծման պայմանավորված քարոզում էին, թե Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությունը հաստատված է, սոցցանցերում ընդդիմադիր շրջանակներից հայտնում էին, որ Ադրբեջանը պրեմիում տեսակի բենզինի կարիք ունի։ Պարզվում է, որ Բաքուն իր ներքին կարիքների համար այլ երկրներից է ներմուծում պրեմիում տեսակի բենզինը, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից այդքան շատ արծարծվող առևտրատնտեսական գործարքը համենայն դեպս բենզինի հետ կապված կարող է կարճ կյանք ունենալ։ Ադրբեջանը իր ներքին կարիքների համար ներմուծում է պրեմիում տեսակի բենզին։ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ներմուծել է 121.200 տոննա բենզին, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 2 անգամ ավելի է, մոտ $103 միլիոն ընդհանուր արժեքով։ Ներմուծման 61%-ը իրականացվել է Ռուսաստանից, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռումինիայից, Բելարուսից, Բուլղարիայից եւ Վրաստանից։ Ադրբեջանից բենզին գնելը ըստ քաղաքագետ Հայկ Խալաթյանի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործարք էր։ Ես չեմ բացառում, որ դա որոշակի այսպես ժամանակավոր քայլ կլինի, որպեսզի ցույցալ, որ տեսեք ինչ ձեռնտու է Ադրբեջանի հետ համագործակցել է։ Չեմ բացառում նույնիսկ դեմպինգի որոշակի գործընթաց, որպեսզի հետագայում կարողանան այս շուկան ռուսական արտանողներից խլել եւ դրանից հետո, ինչպես օրինակ հարևան Վրաստանում է, էներգետիկ ոլորտում արդեն օգտվելով այդ կախվածությունից էներգետիկ ճնշել այդ երկրին։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ իշխանության քարոզչությանը չհավատող քաղաքացիները կոչ էին անում բոյկոտել Բաքվից ներմուծված բենզինի գնումը։ Ուզում ա ձերի բաժանեն ադրբեջանական բենզինը, չեմ լցնելու Run Oil եւ Gulf բենզալցակայաններից։ Ադրբեջանական պետական սոքարի վառելիքի վաճառքը Հայաստանում էժան վառելիք չէ, ոչ էլ դիվերսիֆիկացիա, այլ ուղիղ հարված մեր արժանապատվությանը։ Բոյկոտը տվյալ դեպքում հույս չէ, այլ քաղաքացիական պարտք։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ աստիճանական կապիտուլյացիա հոգեբանական փաթեթով։ Մի քանի տոննա բենզին Բաքվից, մի քանի չվերթ դեպի Ստամբուլ, միայն այն նպատակով, որ 2026 թվականի ընտրություններից առաջ կարողանան կրկին խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ձայներ քերել։ Հայեր ջան, Նիկոլն ու իր թիմը կործանում են Հայաստանը, սթափվեք։ Ադրբեջանից բենզին գնելը կամ նրանց տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից ցորեն ներմուծելը ըստ փորձագետների չի ազդելու Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման վրա, քանի դեռ չկա փոխադարձ առևտուր։ Հայաստանն այս պարագայում միակողմանի գնորդ է, որը ֆինանսավորում է Ադրբեջանի բանակը։ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը, որի անունը հրապարակվելու է 2026-ի տարեսկզբին, մասնակցելու է հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի տեխնացուի անունը մենք հրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Առաջնորդը կլինի ընդունելի եւ ընկալելի մեր հանրության համար։ Սկզբունքորեն նոր քաղաքական ուժ եւ նոր առաջնորդություն ձևավորելու մասին կես տարի ազատությունից զրկված Սամվել Կարապետյանը հայտարարել է մի քանի օր առաջ մեր ձևով ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ ժողովի ժամանակ։ Սամվել Կարապետյանի կալանավայրից արված ուղերձը ընթերցել էր փաստաբան Արամ Վարդևանյանը։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Որ հայ ազգը ու հայկական պետությունը բարեկեցիկ, համերաշխ եւ համախմբված լինի, մեր ձևով շարժումը պնդում է Հայաստանին նոր ղեկավար է պետք։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով չունի բեռ, հասարակական հակակրանքի կարելի ասել։ Եվ մենք տեսնում ենք, որ դրան կարող են գալ, եւ դա է միակ համերաշխության ճանապարհը։ Մեր ձևով ժողովրդական շարժումը, որը ձևավորվել է Սամվել Կարապետյանի կալանավորումից 2 ամիս անց, օգոստոսի 29-ին, այս 4 ամիսների ընթացքում ընդլայնվել է։ Մեզ միացել է 15,000 կամավոր այսօրվա դրությամբ։ Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով կշրջենք հասարակության մեջ
պարտությունների անիվը։ Ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղությունը երաշխավորված է, ղեկավարն է խաղաղության երաշխավորը։ Թույլ ղեկավարը բերում է մեզ պատերազմներ, որը մենք տեսել ենք 3 պատերազմ 7 տարում։ Ումինչ մեր ձևով շարժման անդամները ներկայացնում էին Հայաստանի ապագայի զարգացման վերաբերյալ իրենց տեսլականը, Սամվել Կարապետյանի նկարների դեմ կռիվ տվող Փաշինյանի թիմակիցները օնլայն տիրույթում գրոհի էին անցել, այդ կերպ փորձելով վարկաբեկել Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած շարժմանը։ Ռուսաստանցի գործարարի Զարմիկ Նարեկն ասում է, թե Սամվել Կարապետյանը հազարավոր մարդկանց կհանի աղքատությունից։ Այսինքն հեծի կառավարման ընթացքում անարդյունավետ գնումները 100 հազարավոր մարդկանց հաշվին իրականացնողը գալու է ու հանի աղքատությունից։ Այս փափկասուն երիտասարդը, ով մեր երկրի կյանքն ու մարդկանց մեքենայի ապակու ետևից է ճանաչում, մտածում է, որ ժողովուրդն ունակ չէ պարզ տրամաբանության եւ փրկչի ու ուժեղի մասին հայտարարությունը բավարար է լինելու, որ մարդիկ մոռանան իրենց ապրածը։ Մեր պետության փրկիչն էլ, ուժեղն էլ ժողովուրդն է։ Սամվել Կարապետյանին տարբեր միջոցներով պախարակելու, վարկաբեկելու Փաշինյանի ու նրա թիմակիցների ջանքերը ըստ քաղաքագետների անարդյունք են։ Իշխանությունների վարքագիծը հուշում է Սամվել Կարապետյանի ներուժից, վախենում է անձամբ Փաշինյանը։ Մեր ձևով շարժումը բավականին լուրջ եւ բավականին ագրեսիվ մտել է դաշտ, դա փաստ է։ Հստակ կա լեգիտիմ աճ ասֆալտի վրա եւ դա երևում է խոսակցությունների մեջ, շփումների մեջ, վերաբերմունքի մեջ, առանձնազրույցների մեջ։ Կարապետյան Սամվելին պիտակները չեն կպտում այդ մասով, որովհետեւ այնուամենայնիվ իր քայլերի արդարացիության եւ նաեւ ոչ քաղաքական կերպար լինելու հանգամանք հետառումը բավական լավ իմունիտետ է տալիս։ Սամվել Կարապետյանի առաջնորդած մեր ձևով ժողովրդական շարժումը վստահեցնում է Կարապետյանը կարող է վերականգնել պետության ներուժը, դա ցույց է տալիս նրա անցած ճանապարհը։ Կարապետյանն արդեն կալանավայրից ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։ Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա բարձրացած եւ ցուցարարներին ձեռքով մայր տաճար ներխուժել ուղղորդող այս տղամարդը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն է, որն այս միջադեպից 1 շաբաթ անց էլ շարունակում է պաշտոնավարել, ինչը համացանցում մեծ վրդովմունք է առաջացրել։ Ոնց կարող է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ԿՊԱ-ական փոխտնօրենը, ով բարձրացել է մայր տաճարի մուտքի մոտ գտնվող կաթողիկոս Ալեքսանդր Ա. Ջուղայացու մարմարյա տապանակարին շարունակել պաշտոնավարել։ Դա ձեր ամբողջ կոլեկտիվի խայտարակությունն է։ Սա չի կարելի նորմալ համարել, չի կարելի հանդուրժել, չի կարելի համակերպվել։ Այս ամենի մասին լռելը նշանակում է համաձայնվել, որ նույն անբարոյականությունն ու անօրինականությունը մեզնից ցանկացածի հետ կարող են անել, երբ ու ոնց կամենան։ Պահանջում ենք ազատել փոխտնօրենին Վրեժ Դուրգարյանին պաշտոնից։ Հուսով եմ, օպերայի թատրոնի հետ առնչվող մարդիկ հստակ գնահատական կտան այդ խուլիգանական երևույթին։ Հուսով եմ, որ նաև ոստիկանությունը օրենքով սահմանված իր գործառույթը կիրականացնի։ Կարեն Դուրգարյան, ուղղակի ամոթ է, այլ բան չեմ ուզում ասել։ Նորմալ իրականության մեջ նկարում պատկերված հերոսակախումբ առաջնորդող մարդը ոչ թե ուղղակի կազատվեր ցանկացած աշխատանքից, այլ նաև մերժելի կլիներ բոլոր միջավայրներում։ Մինչ օկտատերերը պահանջում են ազատել աշխատանքից օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենին, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, որն ի դեպ մայր տաճարի շիրմաքարի վրա բարձրացած Վրեժ Դուրգարյանի ազգականն է, բացատրել է, թե ինչն է մղել իր տեղակալին գնալ այդ քայլին։ Համարում եմ, որ դա խուլիգանական գործարք չէ, որովհետև եթե դուք ուշադիր եք նայել այդ տեսագրությանը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ եւ շատերը ընկել էին հատակին եւ շատերը նաեւ շնչելու հնարավորություն չունեին, որովհետեւ գիտեք սեղմված էին եւ իմ եղբայրս փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի եւ ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ կողքը կանգնած էր նաեւ հոգեվորական, որը ինֆարկտ ստացավ, ես չգիտեմ ինչ է ստացել, Աստված իրեն առողջություն եւ ընդհանրապես բոլորին առողջություն։ Եվ իմ եղբայրը փորձել է մարդկանց ուղղորդել, որպեսզի հանկարծ այն մարդիկ, ովքեր ընկած են եղել ներքևը, հանկարծ
ոտքերով իրանց վրա չգան։ Ինֆարկտ ստացած հոգևորականը Տեր Վրթանես Քահանա Բաղալյանն էր, որը սրտի ստենտավորումից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ պատմել, որ անձամբ է իշխեցրել Ալեքսանդր առաջին Ջուղայեցի կաթողիկոսի տապանակարին կանգնած օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանին։ Ներքևից 3 անգամ խնդրեցի, ասացի հարգելիս խնդրում եմ ցածի չեք, բայց ինքը որևէ ձևով արձագանք չէր տալիս, ես ստիպված այս կողմից եզրով բարձացա, իրեն ուսի մասից քաշեցի, իջեցրեցի այդտեղից։ Իր ազգականի գործողություններն արդարացնող մշակութային կենտրոնի տնօրենը այս տհաճ միջադեպը հարթելու համար պատմել էր նաև, որ իր տեղակալ Վրեժ Դուրգարյանի մորական կողմը հոգևորականներ են, հետևաբար այդպիսի ընտանիքում մեծացած մարդն ըստ նրա չէր կարող հոգևորականի նեղացնել։ Իսկ հոգևորականների ընտանիքում մեծացած Վրեժ Դուրգարյանն ինչպես էր իրեն թույլ տվել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, բարձրանալ նաև Մայր տաճարի շիրմաքարի վրա։ Ինքը Վրեժ Դուրգարյանը լռում է, չի անդրադառնում իր մասնակցությամբ այդ միջադեպին, փոխարենը համացանցում չեն դադարում դրա մասին խոսել։ Հռետորական հարցը ինչ պետք է ծխած լինի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, ով կրոնական ծիսակատարության ժամանակ եկեղեցին գրոհելու հրահանգավորում տա, քանի այդ թատրոնը ղեկավարում են խուլիգանական հակումներով եւ գործողություններով անձիկ, ես բոյկոտում եմ այդ հաստատությունը։ Երեք Եռաբլուրը, այսօր եկեղեցին, վաղը Մատենադարանն ու Հայոց ցեղասպանության թանգարանը։ Հայաստանի իշխանությունը, որի գլխավոր պարտքն է պաշտպանել հանրապետության մշակութային ու պատմական ժառանգությունը, ինքն է դարձնում նույն այդ ժառանգությունը թիրախ։ Ուրեմն պիտի պատրաստ լինի, որ վաղն ամբողը կարող է հենց օպերայի բեմից պահանջել Դուրգարյանների հրաժարականը։ Ինչպես կարող եք հավատալ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը մագլցելով Մայր տաճարի պատերը փորձում է գրոհ հրահրել։ Դուք արվեստից ոչինչ չեք հասկանում, ահա ապացույցը։ Փոխտնօրենը պարզապես կատարում էր Կավարադոսի Արիան Պուչինի Տոսկա օպերայից։ Եկեք այդուհանդերձ լավը տեսնենք։ Օրինակ, եթե կապիկությունը արած լիներ ոչ թե օպերայի փոխտնօրենը, այլ շարքային ժեխը, մյուս կիրակի արարքը կրկնելու համար նրան էլի պիտի ձեթ 4-րդ կարգի ցորեն հատկացնեին, ավտոբուսով պայմանական արդիքից բերեին, իսկ փոխտնօրենի դեպքում ընդամենը պետք է բարձր գոռալ բրավո, բիս։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենի մասնակցությամբ այդ տհաճ միջադեպից եւ դրա շուրջ սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո թատրոնից տեղեկացրել են, որ ֆինանսների նախարարության հետ հուշագիր են ստորագրել, ըստ որի կողմերը պատրաստակամություն են հայտնում համատեղ նախաձեռնությունների միջոցով նպաստել պետական ծառայողների մշակութային կյանքի ակտիվացմանը, արվեստի նկատմամբ հետաքրքրության խորացմանը եւ ազգային մշակութային ժառանգության արժևորմանը։ Այս լուրը սոցցանցերում ծաղրի առարկա էր դարձել։ Ըստ երևույթին, դա կենթադրի նաև, որ թատրոնի փոխտնօրենը ֆինանսների նախարարության աշխատակիցների մեջ կզարգացնի դռացիացություն, հատկապես եկեղեցիների դռների հանդեպ։ Հնարավոր է նաև, որ կազմակերպվեն պրակտիկ պարապմունքներ։ Լուսանկարում օպերայի թատրոնի փոխտնօրենը մշակութային հայեցակարգի շրջանակներում բղավում է Մայր տաճարի դռան վրա։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանի վարքագիծը խուսափել էր մեկնաբանել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում խանութ փակելու վարչապետի հրահանգից հետո նախորդ շաբաթ փակված տեխնիկայի առևտրով զբաղվող Red Store խանութների ցանցի մասնաճյուղերը այս շաբաթվա սկզբին վերաբացվեցին։ Մեր շատ սիրելի հետևորդներ, ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր 2 խանութ սրահները բաց են։ Վարչապետ Փաշինյանը առանց խանութի անունը նշելու նախորդ շաբաթ կառավարության նիստում դառնացած պատմել էր, որ վարչապետի աշխատակազմից վերջերս գնումներ են կատարել Երևանի կենտրոնում գտնվող խանութներից մեկում, որում կանխիկ եւ անկանխիկ վճարումների դեպքում տարբեր գներ են սահմանել։ Փաշինյանը անձամբ պետ նախագահին էր հանձնարարել ձև գտնել եւ փակել այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ ասածս ինչքան բա, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։
Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Անձնական թույլտվությունը հավանաբար եղավ, որ երկուշաբթի դեկտեմբերի 22-ին Red Store-ն իր Facebook-յան էջում հայտարարեց, որ 2 խանութ սրահները արդեն բացվել են, իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։ Բայց այստեղ հարցն այն չէ, որ խնդիրը լուծվել է եւ այդ խանութների ցանցը սկսել է աշխատել, այլ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդը համարող վարչապետը, այո, Նիկոլ Փաշինյանը, աննախադեպ հայտարարություն է ապօրինաբար հրահանգում խանութ փակել։ Բացարձակապես էական չէ, թե ինչ է արել այդ խանութի վաճառողը կամ սեփականատերը։ Էականն այն է, որ կառավարության ղեկավարը նշանակովի գործադիր պաշտոնյան անձնապես ստանձնում է տնտեսվարողի պատասխանատվության հարցը որոշողի կարգավիճակ։ Սա ավտորիտարիզմի մի դասական օրինակ է։ Ու դու քեզ համարում ես վարչապետ, Red Store խանութը փակել ես ու քեզ թվում է դու օրինական գործողություն ես արել։ Մի հատ զոր տուր տրամաբանությանդ ու փնտրիր պատասխանը, թե ինչու են Հայաստանում գրեթե բոլոր խանութները կանխիկն ու անկանխիկը տարբեր գներով վաճառում։ Բարձրացված աղմուկի ֆոնին Պեկից հայտնել են, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերից այդ ընկերության նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել եւ պարզվել է, որ ընկերությունում արկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել եւ չի վճարվել 95.7 միլիոն դրամի հարկային պարտավորություն, այլ խախտումներ են արձանագրվել այդ ընկերությունում։ Փաստորեն պատկան մարմինները, պետական եկամուտների կոմիտեն եւ քննչական կոմիտեն այս ընկերության նկատմամբ իրավական գործընթացներ պետք է իրականացրած լինեին դեռ նախորդ տարի, երբ հարուցվել էր, նախաձեռնվել էր այդ քրեական վարույթը, բայց միայն Փաշինյանի խանութը փակելու հրահանգից հետո, որը մեծ աղմուկ առաջացրեց սոցցանցերում, Պեկը ստիպված եղավ հայտարարություն տարածել, իսկ քննչական կոմիտեն էլ կապարակնքել խանութների դռները։ Թեև մասնագետները նշում են, որ որևէ խանութում իրավունք չունեն ապրանքի գինը փոխել կախված վճարման եղանակից, բայց ըստ նրանց Փաշինյանը ապօրինի հանձնարարություն է տվել Պեկ նախագահին ձևը գտնել եւ խանութը փակել տալով։ Red Store-ի ղեկավարությունը ընկերությանը հասցեագրվող մեղադրանքները չի պարզաբանել։ Նրանց էջում տարածված, ապա ջնջված հայտարարության մեջ հաստատվել էր միայն, որ կանխիկ եւ անկանխիկ գնումների դեպքում տարբեր գներ ունեն։ Իդեպ Red Store խանութների ցանցի հիմնադիր տնօրենը Արման Գյուրջիյանն է։ Այս սկանդալից հետո սոցցանցերում գրեցին, որ նա հուլիսին մասնակցել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է շարժմանը։ Արման Գյուրջյանը ելույթ էր ունեցել որպես բանախոս։ Նրա մասնակցությունը Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է շարժմանը չեր վրիպել օգտատերերի ուշադրությունից։ Այս խանութի փակելը իմ կարծիքով ներընտանեկան թեմա է։ Խանութի տերը Աննա Հակոբյանի կրթվողներից է, մտածել է, որ կռիչ ունեմ, կանխիկով աշխատեմ։ Էն էլ Նիկոլին տունը չէին ասել, որ խանութի տերը նորաձև կրթվողներից է։ Իմ կարծիքով այս 2 օրը խանութների ցանցը կրկին կաշխատի ամբողջ թափով։ Ու էլի կանխիկով, որովհետև նորաձև կրթության դեմ խաղ չկա։ Ոչ մի կրթված անպատիժ չի մնալու, արդար է։ Դե ինչքան պետք է մուծվել է, հիմա արդեն Red Store-ը դժգույն ու դժբախտ խանութ է։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։